Որոշակի գործընթաց էր սկսվել Լիբանանում, այսինքն Միացյալ Նահանգների առաջադրած թեկնածուն էր բանակի ընդհանուր հրամանատարը, որ նաև ընտրվեց Հանրապետության նախագահ, շատ լուրջ թիմադրություն կար նաև իրանամետ հոսանքների ուժերի կամ տարավես որոշ շրջանակների կողմից եւ երկար ամիսներ ցկվում էր, այսինքն չէին հաջողվում ընդրել նախագահ բարձ դարձավ, որ որոշ համաձայնություն կա եւ վարչապետի անձի նշանակումը, Հանրապետության նախագահի ընտրությունը, կառավարության կազմությունը, այս բոլոր հանգուցալուզումները, որոնք իրարահաջորդ գշույթներով իրականացան, դարաձաշրջանային մակարդակի որոշ համաձայնության արդյունք էր կարծում եմ, որին ներգրավվել էր ոչ միայն Իրանը, նաև Սաուդյան Արաբիան։ Հանուր վերահսկողը Միացյալ Նահանգներն է, շարունակում է մտալ Միացյալ Նահանգները, բայց այս գործընթացը շատ թանտաղ գշտույթներով է ընթանում, որովհետև Լիբանանը պետք ունի միջազգային ընտանիքի աջակցության եւ շինարարական աշխատանքների, եւ տնտեսության վերականգնման, եւ տրամադրային համագարկի վերաշխուժացման, իսկ այդ բոլոր աջակցությունները հիմնական պայմանական են, նախապայմանային են եւ առաջին պայմանը Հեզբոլլահի զինաթափումն է։